Դու ինչ ես անում ստեղ։ Խոսացիր օրդ հետ։ Հա, խոսացի, բայց հարցից չպատասխանեցիր։ Ինչքան շատ բան իմանամ ձեր մասին, այնքան ավելի հեշտ կլինի փողերից հետ ստանալը։ Ես քեզ չեմ ճանաչում, բայց օրդ հետ առաջի անգամ չի, որ այս թեմայով առնչվում եմ։ Եթե ժամանակին նորմալ պարտքերը տվող լիներ, հաստատ ես ստեղ չէի լինի։ Այդ գումարը ես կտամ, բայց ինձ հետևել պետք չի, կարաս զանգես ու ասես։ 2 օր ունես։ Հասկացանք, մի անգամ արդեն ասել ես, համարս գրի։ Հողի չապնել կասես։ Արման, ով էր այս տղան։ Կարևոր չի։ Ոնց կարևոր չի։ Բա որ կարևոր չի, ինչի՞ ես սենց բարկացած։ Հա, Սարոյան։ Արման ջան, որտեղ ես։ Ահագին ժամանակա քեզ եմ սպասում։ Հիմա գալիս եմ, 10 րոպեից ձեր տան մոտ եմ։ Լավ, արի։ Հիմա էլ ես ասելու, որ ոչ մի բան չի եղել։ Էլկա, ոչ մի բան մի ասա, լավ, արի քեզ հիմա տուն տանեմ, որովհետև պապիկդ ինձ է սպասում։ Կտանեմ տպարան, հետո կխոսենք։ Լավ։ Գիտես Սարա, որ ասում էի քեզ տեսնում եմ ինձ եմ հիշում, հավատա հենց նենց չէի ասում։ Գիտես ես ու Գոռը շատ երկար ենք միասին եղել։ Ինձ թվում էր այդ սիրուց առավել այս աշխարհում ոչ մի բան չկա։ Բայց ինչ եղավ։ Գոռը մի օրում որոշեց, որ ինձ պետքա մենակ թողնի։ Ես գիտեմ այդ պատմությունը։ Պատճառը եւս գիտեմ։ Չգիտես Սարա։ Դժվար քեզ Գոռը ասեր, որ ինչ-որ սխալ բան ա տեսել ու եզրակացություններ ա արել։ Դժվար քեզ Գոռը պատմեր, որ խոսալու, լսելու, բացատրածը հասկանալու փոխարեն ինքը որոշել է ինչ-որ ենթադրություններ կատարի, հավատա այդ ենթադրություններին ու սխալ որոշում կայացնի։ Այս ա Գոռը Սարա։ Ինքը կարա շատ սեր տա, կարա շատ հոգատար լինի։ Բայց ամենակարևոր պահին երբ ամենաշատն ես իրա կարիքը զգում, ինքը կարա ուղղակի թողնի ու գնա։ Լռում ես, հա։ Երևի քո կյանքում էլ է սենց դեպք եղել։ Ով չի սխալվում։ Ոչ ոք իդեալական չի, չէ, Եվա։ Հա, Սարա, բայց կան սխալներ, որոնք ճակատագրեր են կործանում։ Դու շատ լավ աղջիկ ես։ Ու իմ նման դու էլ սիրահարվել ես, տարվել ես, բայց հավատա ես այն սերը չի, որի մասին դու երազել ես։ Դու ինձ հարազատ չես ու ոչ էլ սիրտս ցավում ա քո համար, բայց դու այն կանանցից մեկն ես, ով զոհա դառնալու ինչ-որ սրիկա տղամարդու ձեռքին։ Ոնց ես իմ սեր։ Նորմալ դու։ Բա ինչ ես տխուր։ Չէ, ամեն ինչ կարգին է։ Ինչ ա եղել, ասա տեսնեմ ինչ ա եղել։ Ոչ մի բան։ Բա դու ինչ ես արթուն ձեզ մոտ գիշեր չի։ Հա, գիշերա հատուկ արթուն եմ մնացել, որ քո հետ խոսամ, բայց դու ոնց որ այդքան էլ ուրախ չես, որ զանգել եմ։ Ուրախ եմ ուղղակի գլուխս մի քիչ ցավում։ Այդ արդեն լավ չի։ Գոռ, քեզ բան եմ ուզում հարցնել։ Ասա, Դու ասում էիր, որ քո ու Եվայի բաժանման պատճառը իր դավաճանությունն է, չէ՞ եղել, որ Եվան քեզ խաբել է ու դու պատահաբար բացահայտել ես ամեն ինչ, ճիշտ է։ հետո Դու միանգամից ենթադրություններ ես արել, թե խոսել ես հետո։
Ուղղակի այն հյուրանոցի դեպքը երբ եղավ, այն Սարգիսի հետ երբ տեսար, դու միանգամից ուրիշ բաներ մտածեցիր ու գնացիր։ Կարողա Եվան էլ նույն կերպ մեղավոր չի։ Սար, այդ անցած պատմությունը, չեմ հասկանում ինչա կատարվում, Եվան քեզ ինչ-որ բան ա ասել։ Իսկ կա այնպիսի բան, որ Եվան ինձ պիտի ասեր ու դու չես ասել։ Լավ, կներես գոր, ես ժողով ունեմ, արդեն ժամն է, պիտի գնամ, հետո կխոսենք։ Բարև, պապի ջան։ Հիմա պարզ է, թե ինչի Արման ուշացել։ Չէ, Արմանի ուշանալը իմ հետ կապ չունի, ինքը անտրամադիր է շատ։ Ինչի՞։ Չգիտեմ, մտածում եմ կարող է տպարանում խնդիրներ ուներ։ Կներեք, որ ուշացա։ Դու ներս գնա։ Լավ ես։ Հա, դուք հանդիպան եք, գնանք արդեն։ Գնանք։ Ոնց ես, Մուննատ ջան, ոտքդ ոնց է։ Ռեբեկա, այս ոտքդ ինչ ա եղել։ Ոչ մի բան, ուղղակի ոլորել եմ, հիմա սառույց եմ դնում, որ չուռի։ Բայց հաստատ լուրջ բան չկա։ Կարող է պետք է գնանք հիվանդանոց։ Չէ, ամեն ինչ նորմալ է։ Ընդհանրապես մտահոգվելու կարիք չկա։ Դա ավելի լավ։ Գնամ լվացվեմ, գամ մի բան ուտենք։ Բժշկի նշանակումներին եմ հետևում։ Տեսնեմ օգուտ կտա, թե ամեն դեպքում պիտի մասնագետին փոխեմ։ Ռեբեկա ջան, այդ մասնագետից աշխարհում երկրորդը չկա։ Ու եթե դու հանկարծ մտքովդ կանցկացնես այդ ոտքից գլուխ ոսկի մասնագետին փոխել, ուրեմն ես ամեն դեպքում կհասնեմ ձեր տուն ու քեզ կասեմ, որը որից հետո է։ Բժշկի համար մի քիչ ագրեսիվ չէր։ Չէ, երևի իրոք պետքա ուրիշ մասնագետ գտնեմ։ Հիմա ես ճիշտ եմ հասկանում, որ սա թաքնված ակնարկ էր ու դու ուզում ես, որ ես հենց հիմա ամեն ինչ թողեմ ու ձեր տուն գամ։ Չէ, Արամ ջան, դու ինչպես միշտ սխալ ես հասկանում։ Ախ, այդ Արամ ջանը, որ ասում ես, էլ ոչ մի բան չեմ կարողանում ասել։ Գիտես էլի ոնց բերանս փակես, Ռեբեկա ջան։ Աննորմալ։ Հիմա ես կարող եմ վստահ լինել, որ տպարանը ֆինանսական առումով ոչ մի խնդիրներ չի ունենա։ Բնականաբար,
Այս մի քանի փաստաթուղթն որ ստորագրեք, ամեն ինչ լավ կլինի։ Գարիկից նորություններ կա։ Ասեք, լսում եմ։ Ու ոչ այդքան լավ նորություններ։ Այդ տղան ամեն անգամ ինչ-որ խնդիրներ է ինքն իր համար առաջացնում։ Հիմա էլ պարզվում է բերդում թղթախավով զբաղված։ Չգիտեմ ինչ վստահությամբ ու հույսով է խաղում, բայց արդեն բավական շատ պարտքեր ունի։ Ես զարմանում եմ այդ տղայի մտածողության վրա։ Ախր երիտասարդ էլ չի, որ ասեմ չի հասկանում ինչ անում։ Ամենավատն էլ նա, որ այդ պարտքատերերի մարդիկ արդեն Արմանին տեսել են։ Ոնց թե։ Գարիկը խնդիրներ է առաջացնում, Արմանն էլ հետո ստիպված այդ խնդիրները փորձում է լուծել։ Հայտնվում է խնդիրների մեջ։ Արամ Եվան ինչ-որ բան է արել կամ ինչ-որ բան է ասել Սարեն, ես արդեն գժվում եմ, էլ չեմ դիմանում։ Ախպերս ես էլի կարամ խոսամ հետը, բայց քեզ ինչ ա թվում, Եվան գալիս ու իր պլաններով իմ հետ կիսվում, Արամ ամեն ինչ ավելի է վատանում։ Սենց բան կյանքում չէր եղել, որ Սարայի հետ հեռախոսով խոսամ ու ինչ-որ բան հորինի ու անջատի հեռախոսը։ Եվան չգիտեմ ինչ է ասել կամ ինչ է արել, բայց այդ Սարայի վրա մեծ ազդեցություն է թողել։ Գորջանես հարցի լուծումը մենակ քո հետ գալով կլինի։ Էլի գալիս եմ, ուղղակի մի օր կտևի այդ ամեն ինչը, խնդրում եմ հիմա գնա գտի Եվային ու զանգի մի հատ իր մոտից, ուզում եմ խոսամ, անպայման պետք է խոսալ հետը։ Եղավ, լավ ախպերս։ Հենց հիմա անջատի զանգի։ Լավ։ Էլկա, կներես չեմ հասցնում գալ։ Արման, բայց ասեցիր, որ կգաս։ Հա, ուղղակի գործեր առաջացան, չեմ կարող գալ։ Այդ ինչ գործեր են, ինձնից էլ կարևոր են։ Ասեցիր, որ պապիկին կտանես ու կգաս։ Հետո էլ տպարան ես գնալու։ Ես չեմ հասկանում, դու ինձ ընդհանրապես չես կարոտում։ Լավ, հեսա կգամ։ Արման, եթե դու շտապում ես, արի պայմանավորվենք միասին տանից դուրս գանք, պետք չի գաս իմ հետևից։ Դու ասա որտեղ կամ ես կգամ։ Դե լավ, այդ դեպքում հասցեն ուղարկի գալիս եմ։ Պապի ջան կանչել էիր։ Հա, արի նստի։ Սարա ջան, լավ ես։ Ամեն ինչ կարգին է։ Հա, լավ եմ։ Նոր հոդվածի վրա եմ աշխատում։ Կուզես քեզ էլ պատմեմ ինչ եմ ուզում անել։ Չէ, ավելի ճիշտ կպատմես, բայց հետո հիմա շատ ավելի կարևոր բանի մասին եմ ուզում խոսել հետդ։ Հա, ասա պապի ջան։ Քեզ եմ ասում, որովհետև քեզ եմ վստահում ու գիտեմ, որ առանց ավելորդ հարցերի կկատարես խնդրանքս։ Հա, իհարկե։ Տես, նախ ուզում եմ իմանալ Էլկայի մոտ տարօրինակ բան չես նկատել։ Էլկայի։ Չէ, ոչ մի բան։ Ուրեմն այսուհետ ավելի ուշադիր կլինես։ Դու ամենաշատն ես շփվում Էլկայի հետ ու նա վստահում է քեզ ու չի զգուշանա։ Եթե հանկարծ ինչ-որ տարօրինակ բան նկատես կամ զգաս, ինձ անպայման կասես, լավ։ Լավ, բայց Էլկան ինչ-որ խնդիրներ ունի։ Բանն էլ հենց այդ է, որ ես էլ եմ ուզում դա հասկանալ։ Հուսամ, որ խնդիրների մեջ չի ընկնի։ Իսկ չես ասելու ինչ ա եղել։ Չէ, այս պահին չեմ կարող ասել։
Պարզապես խնդրում եմ, արա այն ինչ քեզ ասեցի։ Լավ։ Լավ։ Դե գնամ ես։ Էլկա, ուր հասար։ Արման, ես մի քիչ խցանման մեջ եմ, կուշանամ։ Ոչինչ, չէ՞։ Հա, ոչինչ։ Ես այստեղ եմ քեզ եմ սպասում։ Լավ։ Ալո։ Բարի օր ախպերս, ոնց ես։ Հա, ես էլ եմ լավ, ապրես շատ։ Լսի, ինձ մի քիչ փող ա պետք։ Դե, ճիշտ ասած շատ փող։ Կարող ա ինչ-որ բանով կարողանաս օգնես։ Արման։ Քեզ այդքան փող ինչ տա պետք։ Դու խնդիրներ ունես։ Ասա ախպերս։ Ախպերս Եվան չկա։ Այսինքն չկա։ Տենց ախպերս չկա։ Զանգում եմ, զանգերից չի պատասխանում։ Զանգեցի այն հյուրանոց, որտեղ որ ապրում էր, ասեցին համարը հանձնել դուրս ա եկել։ Մտածում եմ կարող ա խելքը գլուխն հավաքել ու ուզում ա հետ գնա Ամերիկա։ Չէ, բացառվում ա, բայց այս ամեն ինչը արդեն վտանգավոր ա դառնում։ Ինձ թվում ա ինքը մի բան հասկացել ա կամ զգացել ա, դրա համար էլ անհետացել ա։ Չի ուզում երևի իրան վերահսկեն։ Հա, ես էլ եմ հասկանում, որ վտանգավոր ա։ Արամ, հեսա գնում եմ օդանավակայան, մի քիչ հետո թռիչ կսա։ Բայց մինչև այդ խնդրում եմ մի բան արա գտնես էլի Եվային։ Ասա ախպերս, ես ինչ կարամ անեմ։ Չգիտեմ, պետք է հասկանամ ուր կարա գնացած լինի։ Բայց գիտես ինչ, ոնց որ մի բան մտքովս անցնում ա։ Ասա։ Արման, ես այսօր ամբողջ օրը զգում եմ, որ դու մի տեսակ ես։ Հիմա էլ եկել եմ լսում եմ զանգել ես ինչ-որ մեկից գումար ես ուզում, Արման։ Եթե դու չլինեիր, ուրիշ ինչ-որ մեկը լիներ, կասեի, հա, նորմալ ա, սովորական բան ա, բայց դու կյանքում ոչ մեկից 10 դրամ չես ուզել։ Արման, ի՞նչ ա կատարվում։ Էլ իմաստ չկա թաքցնելու, մեկը ամեն ինչ լսել ես։ Հա, խնդիրներ կան ու այդ խնդիրները հորս հետ ա կապված։ Հիմա ինչ ա եղել։ Արման, քեզ վատ մի զգա, ասա հասկանամ ինչ ա եղել։ Ուղղակի խնդիրներ են, որը այս պահին լուծելու համար ինձ մեծ գումար ա պետք։ Ես ոնց որ հասկանում եմ, հա, ինչ ա կատարվում։ Էլկա, ես այս ամեն ինչը քեզ ասում եմ, որ ուղղակի հասկանաս, որ իմ տրամադրության փոփոխությունները քո հետ կապված չեն, այդքան բան։ Փակում ենք այս թեման, վերջ։ Չէ, չենք փակում այս թեման։ Արման, դու խնդիրներ ունես, պետք է իրար հետ հասկանանք ոնց ենք լուծում։ Չէ, դու այս ամեն ինչի հետ ոչ մի կապ չունես։ Ես մի բան կմտածեմ։ Արման, ինչ պետք է մտածես։ Եթե գումարը իրոք այդքան շատ է, որտեղից ես գտնելու, դու էլ սովորական աշխատավարձով ես ապրում։ Ոչինչ, կճարեմ, հաստատ կճարեմ։ Ես ունեմ մի քիչ գումար։ Ճիշտ է, շատ չի, բայց կօգնեմ, կտամ քեզ, հա։ Էլկա, պետք չի։ Ուրեմն ցանկացած մեկին կզանգես գումար կուզես, ինձնից չես վերցնի։
Հիմա ես եմ ինձ վատ զգում։ Վատ եմ զգում, որ դու իմ մոտ ամաչում ես դրա համար։ Արման, հիմա ես որ վատ լինեի։ Քեզնից օգնություն չընդունեի, հա, ամաչեի քեզանից։ Մեկը մյուսի հետ ընդհանրապես կապ չունի, Էլկա։ Այս խնդիրը հերս ա ստեղծել ու հեչ նորմալ չի, որ հիմա հորս խնդիրը լուծելու համար դու ինձ օգնություն ես առաջարկում։ Ես քեզ եմ օգնում։ Ես էլի եմ ասում, ունեցածս էլ մի մեծ բան չի, բայց կարա օգնի քեզ։ Ես գիտեմ, որ դու հաստատ պապիկից չես ուզելու։ Դու այդքան մի մտածի։ Ամեն ինչ լավ է լինելու։ Լսում ես։ Լռում ես, հա։ Երևի քո կյանքում էլ է սենց դեպք եղել։ Ես ուզում եմ, որ ինձ մենակ չթողնես, ես եկել եմ եստեղ, ուզում եի դուրս գայի ու տեսա քեզ, մտածում եի, որ եկել ես։ Ինչ ես խոսում դու ընդհանրապես։ Դու լսում ես քեզ։ Գոր, Քիչ է մնացել, հա, որ համբերությունս կորցրեցի, գիտես ինչ կանեմ։ ինչ գոր։ Հələ մի հատ էլ դու ես, հա, վիրավորվում, հա։ Այդտենց վիրավորվածի աչքեր ես ընդունել, հա, գալիս եմ օտար տղամարդու հետ քեզ ինչ-որ հյուրանոցի համարում գտնում եմ, հա, իմ նշանածին։ Հələ մի հատ էլ դու ես վիրավորվում։ Գոր, ես եկել եմ, ես լրիվ ուրիշ բանի համար եմ եկել, հասկանում ես։ Լավա չես ասում, որ եկել եք ստեղ գործնական նյութ գրեք անծանոթ տղամարդու հետ։ Չէ, նյութ չենք քննարկում։ Ինչ լավ, ապրես, գոնե չես խաբում։ Ես լրիվ ուրիշ բանի համար եմ եկել, բայց հիմա ինձ համար աբսուրդ է, որ դու կարող ես տենց բան մտածել, գոր, այսինքն դու մտածում ես, որ ես եկել էի հանդիպման։ Բա եթե ես սխալվում եմ, եթե այդ աստիճանի գժվել եմ ու աչքիս ինչ-որ բաներ են երևում, ուրեմն ասա իմանամ ինչի համար ես եկել այստեղ։ Ռեբեկայի անունն ես տալի։ Ասում ես Ռեբեկայի հետ պետք է հանդիպեմ ու գալիս ես հյուրանոց, հա։ Ասա տենամ ինչի համար ես եկել այստեղ։ Խոսա։ Գոր, կներես, հիմա չեմ կարող խոսել, հանդիպման եմ մտնում, հենց վերջացնեմ կզանգեմ ես։ Ալո։ Բարև, շեֆ։ Նորություն կա, կարող է հանդիպենք։ Ես արդեն քո կերպարները խառնում եմ։ Մի ժամ առաջ դու բժիշկ էիր։ Հա, իսկ հիմա քննիչ հետախույզ եմ։ Այդ նորությունդ Եվային է վերաբերում։ Հա, Եվային է վերաբերվում, ուղղակի մնացածը պիտի տեսնենք, նոր ասեմ։ Հա, բայց արդեն ուշ է, մի քիչ հետո մութը կընկնի։ Ինչի դու մթությունից վախենում ես։ Ինչ անլուրջ ես արամ։ Լավ, ասա ուր եմ գալիս։ Ուղղակի դուրս արի, Ռեբեկա ջան։ Դու էլի մեր տան մոտ ես։ Իհարկե ձեր տան մոտ եմ։ Մի հատ սեղան աթոռ եմ տեսել, ուզում եմ բերեմ դնեմ մեզ ձեր տան մոտ նստեմ։ Թե չէ այսքան ոտքի վրա մնալ չի լինում։ Դու էլ չես ասում։ Ասենք տղա է, հիմա արամն է, Ամերիկայից է եկել, բան, կանչեմ մի հատ մի բաժակ կոֆե տամ խմի։ Ասում եմ, արի։ Լուրջ։ Հա, արի սուրճդ կտամ։ Հա դու ասես ես չգամ։
Էլկա, արի քեզ տուն տանեմ, ես միջև Սարոյանի մոտ գնալը պետք է դեռ մի երկու տեղ մտնամ։ Արման, ինչ ես մտածել, ինչ ես անելու։ Չգիտեմ, բայց այդ գումարը պետք է 2 օրում ճարեմ։ Արման, բայց շատ մեծ գումար է։ Որտեղից ես գտնելու։ Փաստորեն լավ էլ քայլում ես։ Հա, նշանակած այդ բուժումը լավ օգուտ է տվել։ Եվան չկա։ Չկան շատ լայն հասկացողություն է։ Այսինքն չկա, համբարձվել է։ Կուզեիր, չէ։ Հա, անկեղծ կուզեի։ Լավ, ասեմ իմանաս, նոր օպերացիա ենք սկսում, այսինքն ես եմ սկսում։ Գորն ասում է, որ եթե Եվան չկա, այդ շատ վտանգավոր է։ Պիտի ամեն ինչ անենք, որ գտնենք Եվային։ Ոյ, հուզվեցի, էլ ոնց կլիներ, Եվան չկա։ Ասում է, որ Սարայի հետ է խոսել ու Սարան ինչ-որ տարօրինակ է պահում իրան։ Այ դա արդեն նորություն էր։ Արի դու խոսա Սարայի հետ, տես ինչ կարաս իմանաս, ես էլ գնամ, որովհետև առավոտ պիտի ճամփա դուրս գամ։ Այդ օր ես գնում։ Գորն ասում է, որ ստեղ Եվան իր տատիկի տանն է ապրում, այդ տունն էլ ինչ-որ գյուղում է։ Մտածում է, որ այնտեղ պիտի գնացած լինի, ուղղակի ես էլ որ մենակ գնամ, այդ տունը գտնելու, ինչ-որ մեկն էլ հետո պիտի գա ինձ գտնի։ Եվ ինչ ես ակնարկում։ Չէ, ոչ մի բան։ Ուղղակի ոչ տեղանքին եմ ծանոթ, ոչ ճամփա գիտեմ։ Մենակ կարողանում եմ մեքենա քշել։ Քանիսին ես գնալու։ Առավոտ շուտ։ Դե ես էլ կգամ քո հետ։ Հաստատ։ Չհասկացա, շեֆը ես չեմ։ Առանց շեֆ ինչ օպերացիա ես պատրաստվում իրագործես։ Դե հա, բան չասեցի, լավ, ուրեմն ես գնամ, որովհետև այդ վաղվա ճանապարհին պիտի լուրջ պատրաստվեմ։ Ինչի։ Ռեբեկա ջան, շեֆի հետ ճանապարհ գնալը հանակ բան չի, է։ Դու էլ քեզ լավ նայի, չտխրես, մինչև առավոտ կհանդիպենք։ Եղավ Արամ ջան, մի կերպ կդիմանամ։ Արամ, ուղղակի Արամ։ Արդեն ուշահալվում եմ արդեն։ Իսկ կլինի դրսում գնաս հանդես։ Գնա ինչքան ուզում ես այնտեղ հալվի։ Շատ համեղ սուրճ էր։ Բարև, Քեմի ջան։ Արդեն տենց բացահայտ, հա։ Հա, դե իրար ենք բացահայտ խոսում, Ռեբեկան հələ չգիտի։ Կարևորը դու վստահ ես։ Ինչի դու կասկածում ես։ Չէ։ Ես քո կողմից եմ։ Դե ես գնացի։ Վաղը շատ կարևոր ուղա։ Լավ մնա, քեզ լավ նայի։ Դու էլ։
Գիտեմ, որ ուշացել եմ։ Ոչինչ, ասեր։ Լավ ես։ Հա, Հաստատ։ հա, հաստատ։ Լավ, մի փոքր սպասի, քիչ հետո կգնանք։ Սարոյան, Հա։ ինձ մի 2 օրով արձակուրդ է պետք է։ Ինչի՞։ Մի 2 անձնական գործեր ունեմ։ Ինչ է կատարվում քեզ այդ Արման։ Դու երբեք չես ուշացել։ Երբեք արձակուրդ ինձնից չես խնդրել։ Ասա ինչ է կատարվում, ինչ է եղել։ Ոչ մի բան, ուղղակի քաղաքից դուրս պետք է լինեմ։ Եթե կարելի է ինձ այս 2 օրը ազատ թող, եթե չէ, Կարելի է։ Բայց հիշում ես, չէ, ես ինչ եմ ասել քեզ։ հա, հիշում եմ։ Դե ուրեմն հիմա գնանք տուն։ Գնամ մեքենան մոտեցնեմ։ Ռեբեկա չգիտեմ ինչա կատարվում հետս։ Ախր այդ Եվան չգիտեր հյուրանոցի դեպքի մասին, բայց հասկանում ես դա ինձ հետ էլ ա եղել։ Հա, ես ու Գոռը հասկացել ենք իրար, ես հավատում եմ Գոռին, բայց չգիտեմ այդ աղջկա ասածները մտքիցս դուրս չի գալիս։ Փաստորեն Եվան կարողացել է կասկած գցի մեջդ։ Դե բաներ կա ուղղակի, որ համընկնում է։ Հա, գիտեմ, ես պիտի այնպես անեմ, որ այս կպչուն մտքերը թողնեն ինձ։ Այսօր անգամ Գոռի հետ չեմ կարողացել նորմալ խոսել, որովհետև չէի կարողանում զգացածս թաքցնել։ Ուղղակի մի բան կարող եմ ասել։ Հիշի, որ այդ Եվա կոչեցյալը եկել է Հայաստան հատուկ նպատակով ու մի օգնի իրան, որ ինքը հասնի նպատակին։ Փորձեմ։ Սար, բարի լույս։ Բարև, ո՞նց ես։ Նորմալ, Սար, մի բան եմ ուզում քեզ խնդրեմ, բայց ամաչում եմ։ Ինչ ես ամաչում ասա։ Բայց պիտի ոչ մեկ չիմանա։ Էլ կա ինչ ա եղել։ Սար, ինձ գումար է պետք։ Ես ունեմ, բայց իմը քիչ է, չի բավականացնում։ Ինձ կկարողանաս օգնել։ Բայց ինչի համար։ Էլ կա ինչի համար է քեզ գումար պետք ենել են պայմանով, որ ոչ ոք չիմանա։ Էլ կա։ Սար, դե, գիտես, խանութում մի բան եմ տեսել, շատ եմ հավանել, ուղղակի շատ թանկ է։ Հետո կուրսի երեխեքով մի քանի բան պետք է գնենք։ Մի խոսքով,
Պապիկին չեմ ուզում անհանգստացնեմ, առանց դա էլ ինքը ինձ քիչ գումար չի տալիս։ Իմն էլ ամբողջությամբ գրեթե ծախսել եմ։ Կարող ես օգնել։ Ինձ մոտ էլ առանձնապես շատ չկա, բայց մինչև օրվա վերջ սպասի, գնայեմ կասեմ, լավ։ Ապրես, Սար։